Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և այսօր տաղավարում հյուրընկալել եմ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախորդ տարի ենք հանդիպել եւ այս տարվա ընթացքում դուք ամեն օր շատ ակտիվ եք, ես չեմ ասում ամեն ամիս, դուք ամեն օր ակտիվ եք, պարոն Ղազարյան, եւ դուք ամեն օրվա տեղեկատվությանը արձագանքում եք, ձեր վերլուծությունները անում եք։ Ես ճիշտն ասած միշտ զարմանում եմ, դուք ոնց եք այդքանը հասցնում։ Մեկ ես էլ եմ զարմանում, բայց արդեն տեմպի մեջ եմ։ Բայց տեմպի մեջ եք եւ որևէ բան չկա, որ աչքաթող անեք, ընդհանուր ձեր հաղորդաշարերը, շարքերը եւ այլն եւ ուղիղ եթերները եւ ամենագլխավոր այսօրվա թեման impeachment-ի գործընթացն է, որի շուրջ լսումները տեղի ունեցան մի քանի օր առաջ ազգային ժողովում, բավականին լայն քննարկում էր, տարբեր քաղաքական կուսակցություններ, հանրային գործիչներ եւ այլն, ձեր ելույթը շատ լավն էր, ես լսեցի եւ հենց անմիջապես on-line ձեզ արձագանքեցի։ Ինչ սպասել սրանից, պարոն Ղազարյան, եւ ընդհանուր այս ամեն ինչը տեսնելուց հետո ինչի շուրջ կոնսենսուս եղավ կամ եղավ թե ոչ։ Փաստն է, որ impeachment-ի շուրջ, եթե մինչև մեր նախաձեռնությունը ապրիլի падգամավորները առհասարակ որևէ քայլ չէին ձեռնարկում, մեր նախաձեռնությունից հետո առանձնապես ակտիվություն չէին ցուցաբերում, նույնիսկ որոշակի դիմադրություններ նկատվում հենց ընդդիմադիր քաղաքական գործիչների, խորհրդարանական ուժերի կողմից, աստիճանաբար այսօր մենք արդեն ունենք մի իրավիճակ, որ բացի դրանից, որ կա պաշտոնական նախաձեռնություն, այդ նախաձեռնության շուրջ կա նաև հասարակական որոշակի կոնսոլիդացիա, որովհետև այդ խորհրդարանական լսումները ինքնանպատակ չեն, ընդհանրապես լսումների ինստիտուտը ինչի համար է, որ այն հարցերը, որոնք ազգային ժողովում քննարկման ենթակա են, դրանց շուրջ այլ քաղաքական ուժեր, գործիչներ, փորձագետներ, առհասարակ եմ ասում, գալիս են ազգային ժողով, իրենց կարծիքները հայտնում են, որը որ պիտի կողմնորոշիչ դառնա падգամավորների համար հետագա որոշումները կայացնելու համար։ Հիմա մենք որ նայում ենք դահլիճին, թե ինչ կոնտինգենտ էր հավաքված այդ դահլիճում, ըստ էության դա լայն հասարակական կոնսոլիդացիա էր, որովհետև այդ դահլիճում էին տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք այդ դահլիճում են, որովհետև համաձայն են այդ գաղափարին։ Այսինքն, եթե պարլամենտում կա 3 քաղաքական ուժ, որոնցից մեկը նախաձեռնել է անվստահության գործընթաց, մյուսը դեմ է, որովհետև ըստ էության իրանց հիմնական առաջնորդին պետք է պաշտոնազրկեն, հեռացնեն իշխան, իրանց ձևավորած կառավարությանը, բայց դա միևնույն այնտեղից մասնակցություն պետք է լինի։ Լայն հասարակությունը, տարբեր քաղաքական ուժերի գործիչները այդ գաղափարին աջակցություն են ցուցաբերում եւ մենք այդ իմաստով արդեն նոր մակարդակի ենք հասել։ Դրական ձեռքբերում կարծում եմ պետք է համարել նաեւ այդ լսումների այն, որ Հայաստան խմբակցության падգամավորները Իշխան Սաղաթելյանի դեմքով հայտարարեցին, որ իրենք նույնպես կմիանան։ Սա էլ իրենց վարքագծի մեջ էլի կարծում եմ դրական պրոգրես է, որովհետև մայիսի 3-ի հայտարարության մասին, որ իրենք ըստ էության դեմ են, անվստահության դեմ են իմաստով, որ իրատեսական չեն համարում, դա հնարավոր չէ այդ իմաստով, ասին, որ իրենք դա չեն նախաձեռնելու, չեն անելու։ Հետո շատ հեղեղուկ հայտարարություններ կապված Միքայել Սրբազանի տեխնատությամբ գործընթացին, որը ոչ մեկ ոչ հայտարարել էր, ոչ սկսել էր, ոչ պաշտոնական էր, ոչ Սրբազանի համաձայնությունը կար նույն օրը պարզվեց։ Հիմա իրենք ոնց որ թե ըստ էության քաղաքական հայտարարություն արեցին, որ իրենք էլ են պատրաստ միանալու այդ գործընթացին։ Ինչ ունենք մենք այս իմաստով, այսինքն ստացվում է, որ արդեն 34 падգամավորի աջակցությունը կա եւ եւս եթե 2 падգամավոր հիմա միանա նախաձեռնությանը, իսկ 2 падգամավորներ ունեն իրենց սեփական նախաձեռնությունը, որ հաջողություն չունի, հետեւաբար եթե նրանք ազնիվ են իրենց ԿՊ-ից դուրս եկածներն են Աղազարյան եւ Ասլանյան, եթե իրենք իրենց նախաձեռնությունը, եթե իրենք մնացել են մենա 2-ով այդ նախաձեռնության հետ, բայց իրանք ազնիվ են ուզում են Փաշինյանին հեռացնել, ենթադրվում է, որ իրենք պիտի միանան նախաձեռնությանը, որի իրագործման հավանականությունը ավելի մեծ է։ Իսկ քննարկումների արդյունքում ինչ են ասում, պարոն Ղազարյան։ Ես նման քննարկումների չեմ մասնակցում, ես նրանց հրապարակային հայտարարություն եմ լսում, որը շատ հեղեղուկ է, այսինքն մեկ են ասում, նշանակում է, որ դեռ
իրանց լրջացնելու կարիք կա։ Պլյուս եւս երկու падգամավորներ, որոնք որ ընդդիմադիր падգամավորների քվոտա են զբաղեցնում։ Մեկը վերաբերում է Իշխան Զաքարյանին, մեկը Գեգամ Նազարյանին։ Հիմա ես կարծում եմ եւ պատիվ ունեմ խմբակցություն Իշխան Զաքարյանի մասով եւ Հայաստան խմբակցությունը Գեգամ Նազարյանի պետքա պահանջեն, որպեսզի իրանք իրանք ստորագրությունները դրեն այս նախաձեռնության տակ, հակառակ դեպքում դու մանդատները դրեն թողնեն գնան, իրանք փոխարեն նոր падգամավորներ գան, որոնք կմնան։ Նրանք մանդատ դնող լինեին, արդեն դրած կլինեին։ Ներողություն, Գեգամ Նազարյանը արդեն ԿՊ-ի հետ համատեղ նախագծեր երեք ոտերի տակ ընկած քարշ էր գալի, բառը գրեթե բուն իմաստով։ Դուք նրանից բան եք ակնկալում։ Մի րոպե, ես այո ակնկալում եմ, եթե դու ԿՊ ես, թող գնա ԿՊ-ում քեզ կարգավիճակ տան։ Դու ինչ գործ ունես ընդդիմադիր падգամավորի մանդատ զբաղացնես եւ տապալես սահմանադրական կարգը, որովհետեւ մեր սահմանադրական օրենքը ընտրական օրենսգիրքը ասում է, որ խորհրդանի 1/3-ը պետք է ընդդիմություն լինի։ Եթե դու դուրս ես եկել խմբակցությունից եւ իշխանական թեզ ես զբաղել, նշանակում է 1/3-ը ընդդիմություն չի։ Հասկանալի է։ Այսինքն, այո, հենց որ դա չենք թողնում իր գիտակցությանը, առավել եւս, որ այդ գիտակցության adekvatության խնդիր գոյություն ունի։ Պետքա պահանջել նրանից, որ նա իր մանդատը վայր դնի, թույլտան էլ հայկական ժամանակ օրաթերթում արտաքին կապերի բաժնի պետ աշխատի։ Պահանջի ձևակերպումը ոնց է։ Շատ հստակ պետքա կանչեն։ Ասում եք արի բան արա։ Մանդատդ վայր դիր հեռացի կամ արի ստորագրի նախաձեռնության տակ, ես կամ բան, որովհետեւ դու այդ քվոտան ես զբաղեցնում, այդ իր պարտականությունն է։ Իշխան Զաքարյանի դեպքում։ Նույնը Իշխան Զաքարյանի դեպքում, բայց Իշխան Զաքարյանը ոնց է դառը падգամավոր։ Պատիվ ունեմ խմբա, պատիվ ունեմ ցանկացած ընտրող քվեարկել է որպես ხო չի քվեարկել, որ Իշխան Զաքարյանը գնա Արայիկ Հարությունյանի հետ ցեխերի մեջ համահայկական խաղեր կազմակերպի ջերմուկում։ Դրանք ընտրել են падգամավոր, որպեսզի ընդդիմադիր ֆունկցիաներ կատարի։ Հիմա ընդդիմությունը նախաձեռնել անվստահության կողմից պիտի միանա, չէ՞, թող դա մտնի իր ցեխերի մեջ։ Դե լավ, հիմա այդ երկուսի խնդիրը կա, այն երկուսի խնդիրն է կա, բացի դրանից ինչ ենք ունենալու մենք այդ դեպքում, այսինքն եթե 36 падգամավոր կամ դրանից ավել միանում է նախաձեռնությանը, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն գիտի, որ ցանկացած պահի դա կարա պաշտոնական բնույթ ստանա։ Ճիշտ է, պատիվ ունեմ խմբակցությունը խելամիտ դիրքորոշում ունի, որ 36 ստորագրությունով չեն հանձնի, որպեսզի չտապալվի, այսինքն եթե պետքա 54 կողմձային որոշման համար, ապա պետքա հանձնել առնվազն 54 կողմում։ Բայց ինքը մյուս կողմը արդեն գիտի, որ ցանկացած պահի, եթե փողոցում մարդիկ հավաքվեն, իրավիճակը փոխվի, պաշտոնապես գործընթացի մեկնարկ տալու իրավական հնարավորություն կա։ Սա մեկ եւ երկրորդը մյուս ԿՊ-ականները, որ շուտ ուշ պիտի միանան, իրենք էլ արդեն գիտեն, որ այստեղ պաշտոնականի նվազագույն թիվը կա, եւ եթե մեկը ձեռից շիշն է անգնում, մեկի կոտոշնա ծռվում, մեկը են ալնում, մեկը զիբիլի վարձը չի մուծե, մեկը բանալ է, ամեն մեկը մի խնդիր ունի, իրանք արդեն գիտեն, որ ստեղ գալու հնարավորություն է, որովհետեւ ստեղ նախաձեռնություն կա, որը հակակշռում է իշխանությանը։ Տեսեք, պարոն Ղազարյան, իրականում այս իմպիչմենտի գործընթացը ըստ բոլոր, այսպես ասած, ընդդիմադիր շրջանակների գործիչների լավ գործիք է, որը կարելի է օգտագործել, բայց սա հաջողություն չի ունենա։ Այ բոլորը դա են ասում։ Ասում են դա մեր սահմանադրական իրավունքով տրված գործիք է, այո, լավ է, օգտագործենք, բայց մենք չենք հաջողելու։ Այսպիսի մի մոտեցում կա։ Հայաստան խմբակցությունն էլ հենց դա էր անդադ նշում, որ էհա մեկա չենք կարող որևէ բան անել։ Ես էլ եմ միշտ կարծում, որ կարող է լինել բեկումնային ինչ-որ մի շրջափուլ, որ դա միշտ կարող է օգտագործելի լինել եւ շատ օգտակար։ Բայց առաջիկա 26 թվականի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ ուզեն թե չուզեն բոլոր այդ քաղաքական շրջանակները պետք է պատրաստվեն ընտրություններին։ 26 թվականի ընտրություններին։ Իմպիչմենտը շատ լավ, թող տեսնենք ինչ ընթացք է ունենում։ Բայց ամեն դեպքում ինչ եք տեսնում դեպի 26 թվական գնացող ընտրություններում ինչ տրամադրություններ կան այսօր առհասարակ։ Նախ 26 թվականին ընտրություն անկախ դրանից ինչքան է մնաց, դա բնական process է, չէ՞, մեր կամքից կա, անկախ այսօր երեկոյան մտնելու է։ Մեր կամքից անկախ լույսը բացվելու է, հետեւաբար օրացույցի օրը փոխվելու է։ Ու տես մենք հասնելու ենք մինչև 26 թվականի հունիս։ Հիմա եթե 26 թվականի հունիսին վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն մարդիկ պիտի իմանան, որ ընտրություն չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ընտրություն չի լինում։ Լինում է իշխանության զավթում։ Հիմա մարդիկ պետք է այդ անհանգստությունը ունենան, ով է իշխանության ղեկին ընտրությունից առաջ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանն է, ոչ ոք պիտի հույս չունենա,
որ ինքը ոչ միայն այդ ընտրություններում, նախ առհասարակ պիտի հասկանան, իրանք այդ ժամանակ ողջ են ելելու թե սպանված, որովհետև արդեն նախադեպերը սկսում են այլ զարգացումներ տանեն ընդդիմադիր գործիչների, բանտում են լինելու թե ազատության մեջ, այդ բանտը Հայաստանում ալելու թե Բաքվում։ Չեք լսում ինչեր են խոսում։ Ալիևն ասում է Գիտեք, մարդիկ չեն հավատում Դե հիմա չեն հավատում։ Կամ էլ լսում են։ Իրանց տեսածին գոնե պիտի հավատան, թե չէ։ Իրենք լսում են, մեր ժողովուրդը լսում է, այնքան է բթացել այս վատ լուրերից։ Գիտեք, այդ դժբախտ ողբերգական լուրերը եւ երևույթները, որ մեր երկրում տեղի ունենում, մարդկանց արդեն բթացրել է, մարդ էլ չի ընկալում։ Լսում է, հասկանում է, որ վատ բան է, բայց չի զգում վտանգ այլևս։ Այդ բնազդը էլ չի աշխատում։ Սա լուրջ խնդիր է, հոգեբանական խնդիր է կարծում եմ։ Իմ մոտ հլոր աշխատում է։ Ես էլ լսում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ասում է մեր բանտում, ընդ որում դա ասում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ապօրինի ձերբակալելուց հետո։ Դեռևս 2 հոգու ազատ տեղ կա։ Ինչ է կարծում նա ինձ ու ձեզ նկատի ունի, թե ուրիշներին։ Իմ կարծիքով ինքը ինձ ու ձեզ նկատի չունի։ Ինքը իմ խորին համոզմամբ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Որովհետեւ հիմա նա այդ ասել է։ Նրա ասելու հետ միասին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ այն գործը, որ ուղարկել են դատարան ռազմաքաղաքական ղեկավար, ունի անջատված մաս, որով նախաքննությունը շարունակվում է։ Եվ այդ անջատված մասում կան մեղադրյալներ։ Այդ մեղադրյալների թվում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սամվել Կարապետյանը, մեր զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Արցախյան պաշտպանության բանակի հրամանատարները, Արցախյան առաջի պատերազմի կամավորական ջոկատի հրամանատարները, Վազգեն Սարգսյանն ու Մոնթե Մելքոնյանը այդ գործով մեղադրյալ են, որտեղ իրենց մահվան վկայականները չեն տվել Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ կարճ չի։ Նրանք էլ են մեղադրյալ։ Հիկմետ Հաջիևը ասում է խաղաղության համաձայնագրի իրագործման տեսանկյունից շատ կարևոր է, որ ձևավորվի փոխվստահության մթնոլորտ, իսկ դա կարա լինի, եթե Հայաստանում Ադրբեջանի իրավապահներից պատասպարվածներին Հայաստանը հանձնի Ադրբեջանին։ Այսինքն Նիկոլից հիմա գալիս են պահանջում են հանձնել նախագահներին։ Իսկ Նիկոլ չի անում, Նիկոլ Փաշինյանն էլ գրում է, ասում է ԼՏՊ, ՊՏԼ, ՄՏԼ, ՇՎԼ, հենց եկեք այդանք հավաքվենք ԱԱՑ-ի խցում, որ ընդդեմ հեշտ է, չէ՞, փոխանցել Բաքվի բանտին, որ ես ձեզ բացատրեմ, որ դուք ռազմական հանցագործներ եք, ասում է, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, բոլորը ռազմական հանցագործներ եք, որտեղ մեր 10 տարի է, որտեղ Աշոտիկին ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանն է ուղարկել բանակ։ Ասում է, որ 18 թվականին, այո, մարդիկ գնում են։ Ասի Լևոն Տեր-Պետրոսյանը, ես դուսկի բանակի քեֆին է գնացած չի լինի դրա։ Ինչ մեղք ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, որ քո տաղուն դու ուղարկել ես, կամ ասենք թե Սերժ Սարգսյանն նա կանգատ վերապատրաստ է սարքի կամավորական ուղարկի 44 օրյա պատերազմի։ Ինչ կապ ունի։ Դու ինք եթե ռազմական հանցագործություն այդ հանցագործություն անողը դու ես, չէ՞։ Բայց ինքը հիմա փորձում է այդ ռազմական հանցագործ վերագրի Ալիևի պահանջով մեր երկրի Արցախին նարել է։ Հիմա ասում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ հիմա այդ մարդիկ, ովքեր որ մտածում են, որ դե ընտրությունների գնան, ընդհանրապես իրանք մտածում են, այդ վաղ իրանք ազատության մեջ են ելնելու թե չէ, Երևանում են ելնելու թե Բաքվում։ Իմ անհանգստությունը դրան է վերաբերում։ Իսկ չեք կարծում, որ ամեն դեպքում մեր նախագահները չեն մտածում, որ գործը կհասնի դրան եւ ամեն դեպքում հանգիստ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, դե impeachment-ն ինչ կլինի բանտում մեր նախագահները, չէ՞։ Ինչ իհարկե մեր նախագահներն։ Ինչ տա, Բակո Սահակյանը նախագահ չէր։ Դա չեմ պատկերացնում միգուցե որ Նիկոլը այստեղից իրենց կուղարկի։ Իհարկե ես շատ լավ եմ պատկերացնում դա ճիշտ է որ ասում։ Սա հələ նախագահների մասով ասենք, հələ մյուսներին ասենք։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանում քանի ազգային ժողով ընտրություն ա եղել։ 2։ Այո։ Երկուսն էլ արտահերթ։ Այո։ Երկուսի նպատակահարմարությունն էլ ինքն ա որոշի։ Երկուսի օրն էլ ինքն ա որոշի։ Երկուսին ինքը մասնակցել է, երկուսին էլ հաղթել է անց, որ պարլամենտում ունի սահմանադրություն փոխելու կարողություն։ Այո։ Հիմա ավելի դեմոկրատական է դառը մեր երկրի այդ ընթացքում, հակառակը։ Չէ։ 21 թվին ավելի լպիրշացել է։ 21 թվի ընտրություններին քանի քաղաքական ուժ մասնակցել։ Ես շատ լավ գիտեմ, 25։ Հայաստանի պատմության մեջ երբեք դες բան չի եղել։ Քանիստ են շեմը հաղթարել նվազագույն, երկուսը, որոնցից մեկը ինքը։ Հիմա կմասնակցեն առնվազն 30-ը, որովհետև այդ ընթացքում նոր կուսակցություններ են ստեղծվել, չէ՞, հələ նորերը կստեղծվեն, նոր 25-ի տեղը մասնակցեցին 30։ Այն 30-ը
29 ընդդիմադիր հայացքներ ունեցող են, տանելու են այդ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիների ձայները փոշիացնեն, այտենց էլ շեմը չհաղթահարեն, ինքը իր 20% քվեներով հայտնվի մեծամասնության դիրքում, ոնց որ եղավ 2021 թվին։ Երբ ասեմ, ուզում անկեղծ իրանք իմ համար այնքան կանխատեսել են, ուզում եք հիմիկ բանից իր ամբողջ քարոշություն ասեմ ինչ ալելու։ Մենք սահմանադրության տեքստ են գրելու առանց անկախության հռչակագրի, դնան իրանց բուկլետի մեջ։ Ասեն ժողովուրդ, մեզ քվեարկեք, որ մենք այդանք այս սահմանադրությունը փոխենք։ 20% ձենը հավաքելու, հետո ասի, տեսակ ժողովուրդը արդեն սահմանադրությանը կողմ քվեարկեց։ Այս սահմանադրություն փոխելու կարիք չկա, որովհետև սահմանադրությունը պիտի հանրակրվեով է, ինքը գիտի, որ հանրակրվի այդ մարդ չի մասնակցելու, կողմ չեն ելնելու։ Կասի ուրեմն դրա կարիք չկա, արդեն ժողովուրդը մեզ ընտրելով, արդեն սահմանադրությանը արդեն կողմա քվեա։ Այս մի հատ ֆռնիկը կանի, սահմանադրությունն էլ հենց տենց կործանի։ Եթե մենակով նստի ընտրությունը դա ժողովրդավարական հասարակարգերին բնորոշ ինստիտուտ է։ Եթե ընտրության օրը հայտարարում է, չի նշանակում դա ընտրությունն է։ Բռնապետություններում ընտրություն չի լինում։ Հիմա ասենք Բելարուսում ընտրությունների օր էր հայտարարվել։ Ո՞վ է ընտրվել։ Դե ով որ ընտրվել Լուկաշենկոն է ընտրվել։ Լուկաշենկոն, բայց իմիջայլում շատ մեծ ընդվզում կար այնտեղ։ Հետո։ Աստեղ էլ չկա։ Հետո։ Խոսքը սրա Հա, մասին է։ որովհետև ստե բռնապետության մակարդակը ավելի մեծ է։ Հա։ Դրա համար։ Դրա համար անգամ Բելարուսի հետ չեմ ուզում համեմատել։ Դե Բելարուսում այնտեղ գոնե ժողովուրդը լծված փողոցները գորգորում էր։ Էլ ինձ գոնե աշխատում են ապրում։ Հա, բա։ Ստե վտանգված է իրաց կյանքն է վտանգված։ Այո, անմիջապես։ Բայց վտանգով է, չէ՞։ Հիմա դե ինչ է վերցրել են բանեն Փայլևաններին բանը որելում են, դրանք ինչ են կոչվում են, փայլևանները, որ լարախաղացելում տակնը մեկներելում է, չէ՞, որ փող հավաքող, հա։ Այդ դրա նմանը սենց են գե յալանչի։ Յալանչի, հա։ Յալանչու պես ամեն անգամ մի անգամ այդ պլաստմասի կտորեր վերցի ասում է, այսի մեր քարտեզն է, դրանից հետո հիմա Թրամփի ստորագրությունն է վերցրել, այս ստորագրությունով է մանգալի ոչ մի կերպ չի հիշում ինքնով է։ Ահա։ Հիմա ինքը այդ բաներով ելում ասում է, ես ձեզ խաղաղություն եմ։ Մարդը, որը մեր ժողովրդի մենակ պատերազմ է բերել, պատերազմով վախացրել է այդ մարդկանց։ Հիմա ասում է, ես ձեզ խաղաղություն, դու ո՞նց կարաս խաղաղություն բերես։ Հիմա ինքը այդ ձևով գնալու է, պլյուս բոլոր լծակները ձեռեն, երեք Արսեն Թորոսյան արդեն ասում է, չէ՞, թոշակները այսքան բարձրացնել են 26 թվին, այդ թոշակների անկանխիկի վճարումների 20%-ն էլ հետ ենք տալու։ Կաշառեցին մարդկանց իշխանական լծակներով։ Բանակը սարքում են 2 տարվա փոխարեն տարուկես։ Երբ բանից մեջ մտնելու 26 թվի հուլիսից նախընտրական շրջանում։ Էդի կես 2։ Մինչև 1 միլիոն դրամ ժամկետանց վարկերով որ վերցրել է հեռախոսառը Վիվարոյա խաղացել, չգիտեմ ինչ արել, 280,000 հոգու։ Ջնջում են այդ վարկերը։ Շատ մանրամասն դրան տիրացել են Ռոմանոսին կարգել են գլխին, չեմ ասում նրանց քանի աշխատող ունեն ընտանիքի անդամները հիմնական կերակրում։ Կարամ վերջի 3 ամիսը, ասենք թե հունիսին է ընտրությունը, մայիսը, ապրիլը, մարտ, ասեն վարձը մի մուծեք հոսանքի, գնացեք Նիկոլ ընտրեք։ Չենք անջատելու հոսանքը։ Ինչ կլինի, հեծը 20 ընկանա, ջան դա բա իրանց ուզածն են որ հեծը 20 ընկանա, թուրքեր կան առնեն։ Այդ սաղ լծակները, չեմ ասում, տոննաներով նարկոտիկ է ծախում, դաժե բանի Սյունիքի էկո պարեկներն է կիլոյով նարկոտիկ են ծախում։ Հասելա դրանց։ Ոնց են ծախում, պարոն Ղազարյան։ Բա 25 կիլո բռնել են, չէ։ Հա, այդ եք ասում։ Բա դրանք բանը բարեգործն են հարուցել։ Հա, բա գործին չի համար են հարուցել, նարկոտիկը բերելու, ծախելու, էլ չեմ ասում բանան։ Բայց այն մի հատ որ տոննայով եկել է, ինչ եղավ դա։ Տոննաներով, ասենք դրանից առաջ ես մի օր նայել եմ, էլի հատուկ Արթուր Դավթյանը 19 թվին որ դատախազությունը հաղորդումը ներկայացրել է ազգային ժողովին, ասում է ամբողջ տարվա ընթացքում հայտնաբերվել է 59 գրամ, թե 19 գրամներ, կոկային տեսակի թմրանյութ, ամբողջ տարվա ընթացքում։ Ըստ մի տոննան գտել են, 4 դե կորցրել են։ Ճամփին է։ Պարոն Ղազարյան, լրիվ զավեշտ է, էլի։ Բայց դա փող է, չէ։ Չգիտես լավ թե խնդաս։ Բայց դա փող է, չէ, միլիարդավոր դոլարների փող է, որը իշխում է մի կուսակցություն, որի նույնիսկ իրենց շատ հոգի հարազատ Transparency International-ը ասում է այդ կուսակցության ֆինանսական թափանցիկություն գոյություն չունի, չգիտենք այդ կուսակցության փող տվողներն ովքեր են, այդ փողը ինչի վրա է ծախսում, հատկապես նախընտրական շրջանում։ Հարց ես տալի, ասում է, «Յա, բա ձեր կուսակցությունը, բա դու ես հարցնում, բա ձեր կուսակցությունը, պետության ղեկավարը դու ես
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին դուք եք, եթե որևէ այլ կուսակցության գործունեությունը թափանցիկություն չունի, դրա պատասխանատուն ես եմ, թե դու ես։ Դու եկել ես ինձ հարցնում ես, թե ուրիշ կուսակցություն ֆինանսական միջոցներ որտից է հայտարարում։ Դե ինքը մանիպուլյացիայի ասածն է։ Հիմա ասածս է նա, որ ինքը պիտի հակառակը չվերահսկվող ֆինանսական միջոցներ ունի, իշխանական լծակները ունի, լրատվությունը ամբողջությամբ վերահսկում է, դաժանությունն է գործադրում է ընդդիմախոսների նկատմամբ բանտերից սկսած մինչև սպանություն։ Հիմա նրա հետ մարդը գնում է, դա նույն բանն է, ոնց որ մի հատ շախմատիստ, մի հատ բռնցքա մարդիկ հետ նստեն շախմատի տախտակի մոտ, միասին շախմատ խաղան։ Նա մի հատ տալու է գլխին, սրա նոկդաուն ան, ես ինչ-որ ձևի վեր կենա, գա նստի ուզենա շախմատ խաղա, երկրորդ ուդարը գլխին ուտի։ Հետո ով է հաղթելու։ Պարզ չի։ Ինձ համար պարզ է։ Դա ինձ համար էլ, պարոն Ղազարյան, այս ամբողջ ֆոնին, այս ձեր բոլոր թվարկած այս սարսափելի իրավիճակները զուգորդվում են նաև եկեղեցու դեմ հարձակումներով։ Եվ վերջին շրջանն էլ մեզ մի նոր բան բերեց, արդեն ոչ թե կարգալույց հոգևորականներ էին մեջտեղ բերել, այլ գործող հոգևորականներ, իհարկե նրանք շատ քիչ են, ընդամենը 2-ը ի հայտ եկան, եւ դուք էլ շատ այսպես մանրամասն անդրադարձակ այդ հարամությանը։ Այո, ձեր բառերով ասած այդ հարամությանը, բայց այստեղ ուզում եմ մենք մի փոքր վերցանենք եւ հասկանանք, թե ինչ է անում Նիկոլը այս ռազմավարությունը փոխելու process-ում։ Ինչ է ակնկալում։ Այն ժամանակ են կարգալույց եղածներին իդե պաշտոններ են տվել արդեն կառավարությունում այդ կարգալույցները գիտեք, հա, խորը նշանին։ Նշանին էլ չէ մշակել։ Խորեն է, բավոս նրակի։ Հայտ խորեն է, բայց աշխարհի կանոնը նշան։ Նշան, բայց հիմա կարգալույցը լացել, Նշան Հովհաննիսյանը արդեն պաշտոն է ստացել։ Աննշան նշանը։ Այո, եւ կարծում եմ, որ երի տենց կշարունակվեն, էլի պաշտոն ստացողներ, բայց ուզում եմ անդրադառնանք այս մասին, ինչ նոր ռազմավարություն է որդեգրել Նիկոլը եւ եկեղեցու հետ կապված ինչ քայլերի կգնա, ինչ է կանխատեսում, քանի որ դուք ամեն ինչ կարողանում եք հստակ կանխատեսել։ Նա եկեղեցու հետ կապված կրկին անում է միայն ու միայն ադրբեջանական իշխանությունների պահանջները։ Ժամանակագրություն կա, չէ՞, ամսաթվեր։ 2025 թվականի մայիսի 22։ Ահա։ Կովկասյան մահմեդականների վարչությունը իդեմս Ալաշուքյուր Փաշազադեի, հետաքրքիր է, չէ՞, Փաշազադե, հենց դա պետք է Փաշազադը, ասես դրա Փաշինը։ Այդ արմատը շատ ուժեղ արմատ է, հա։ Իսկ թվում է Ալաշուքյուր Փաշազադեի 75 թվին սրա ծնվելու տարին եղել է 22 տարեկան։ Այդ ջահել երեխեքն են, չէ՞, ասենք, որ ասենք երեխուն ազգանուն դնելուց բան, ասեք կարար, չէ՞ ուրիշ ազգանուն դներ։ Կասկած կա։ Մի խոսք, դա էլ է իր հետ, դա գենետիկա է, դրա հետ գործ չունի։ Չմտնենք այդ դաշտ, մենք չգիտենք։ Ես հետում եմ արդեն մեծացած Ալաշուքյուր Փաշազադե 25 թվի Կովկասի մահմեդականների վարչության պետի որոշումը։ Այո։ Երևանում եւ Էջմիածնում բացել Կովկասի մահմեդականների ղազիաթ թեմ։ Իշխանությունների արձագանք չկա, Մայր աթոռը շատ կոպիտ հակազդել էր, արձագանքել էր հաջորդ օրը։ Ահա։ Դրանից հետո վեհապար հայրապետը Շվեյցարիայում մասնակցում է իր խնդրանքով, իր նախաձեռնությամբ հրավիրված համաեկեղեցական շատ հեղինակավոր համաժողովի եւ հանդես է գալի ելույթով, որի առանցքային հարցերն էին գերիներ, պատերազմական հանցագործություն, արցախցիների բռնի տեղահանություն, օկուպացված տարածքներում համաքրիստոնեական ժառանգության վերացման վտանգներ։ Այդ ելույթը վեհապարի մեզ հասանելի է դառել մայիսի 28-ին։ Ես ինչ որ ասում եմ ամսաթվերով եմ ասում։ Ճիշտ եք ասում։ Մայիսի 29-ին կառավարության նիստում Չուլան։ Այո։ Չուլան, Զիբիլ, եկե ու քննարկում եմ լրիվ ուրիշ հարց, դրա հետ ոչ մի կապ չունի, այսինքն միանգամից հարձակում եկեղեցու վրա։ Ու սկսվեց այս հաջորդական արդեն գրառումները, հետո կինը միացավ, ընդ որում կինն էլ ասաց, նու կին ենք ասում էլ այդ ուսանողին։ Ինչ հայտարարություն այս ասեց մանկապիղծներ։ Բացի այդ, շատ կոնկրետ ասաց թե ինչի ասում է։ Այդ Շվեյցարիաներում, այդ ինչեր եք խոսում, այդ ինչ վերադարձ, այդ այսինքն շատ հստակ ասում, որ իրենց հարձակման հիմքը նաև Շվեյցարիայում վեհապարի ունեցած ելույթն է։ Ու գալիս են հարձակում են եկեղեցու վրա, եկեղեցին, որպեսզի վերացնեն դրա տեղը սարքեն ղազիաթ։ Հիմա
Մենք այսօր եղել ենք հագնվել ենք գազու կապի եկել եմ հարցազրույցի, չէ՞։ Հիմա Թուրքիայում կան հատուկ ծառայություններ, չէ՞։ Ադրբեջանում կան հատուկ ծառայություններ, ասենք իրանց արտաքին հետախուզությունն, ազգային անվտանգության։ Այդ ծառայություններում ես գաղտնի ծառայություններ են, դրանց մասին շատ բան չգիտեմ, բայց տրամաբանություն ունենք, չէ՞։ Հայաստանի բաժին չի կարա չլինի, չէ՞, ասենք չի կարա Թուրքիայի հատուկ ծառայությունում մի հատ ստորաբաժանում կամ որ չլինի, որ միայն Հայաստանով, այսինքն հիմա այդ բաժնում կարող մի 20 հոգի մարդ աշխատի, առնվազն պետք է աշխատի։ Ես կարծում շատ է կլինեն, հա, Շատ է որտեվ իրենց համար կարևորագույն հարցեր Հիմա 20 հոգի, որ առավոտ դերել են, տղամարդ են, թրաշվել են, լողացել են, գազու կապը գնացել, մի բանով պետք է զբաղվեն, պարապ չեն նստի։ Դրանց զբաղմունքը ի՞նչն է, որպեսզի նայեն, տեսնեն, թե իրենց երկրի համար անվտանգային ինչ սպառնալիքներ գոյություն ունեն, որ այս սպառնալիքները վերացնեն, չեզոքացնեն։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի համար դիտարկվում է որպես անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Ոնց որ ասենք քրդական բանվորական կուսակցությունը նույնպես դիտարկում։ Ինչ արին քրդական բանվորը։ Օջալանին բռնին, տարան բանտարկին, 20 տարի պահին, նանդից կոչարացած զենքը վայր դրին, որ չեզոքացնեն, չէ՞։ Հիմա եթե հայաստանյաց առաքելական եկեղեցինել են իրանք հասել են դրան։ Նա ավելի վտանգավոր էր, չէ՞, քրդական բանվորը։ Վերացրել են, հիմա եկե հասել են եկեղեցու։ Ինչ պիտի անեն։ Եկեղեցու առաջնորդում պիտի վերացնեն, եկեղեցական խորհուրդները պիտի վերացնեն, եկեղեցին ֆինանսապես պիտի թույլատնեն, որպեսզի վերանա Ղազիաթ ստեղծեն, չէ՞։ Այդ են անում։ Հիմա ասենք թե նրանց հատուկ ծառայության ասենք եկեղեցով պատասխանատող մայորը կարդացել է, չէ՞, մեր եկեղեցու պատմությունը կամ հիմա գիտեն ասում են այս եկեղեցին արդեն 17 դար է կառավարման նույն համակարգը ունի։ Վեհափառ հայրապետը համարվում է այդ եկեղեցու գլխավոր աստուծոյալ սպասավորը։ Իրան որ հեռացնում ես, փոխարինող դրան չկա։ Հետևաբար իրան լիկվիդացնելը էական նշանակություն ունի այդ կառույցը գխատելու իմաստով։ Այո։ Հիմա ասեմ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է Գարեգին կաթողիկոսին ցինիկաբար մեր բոլորի քրիստոնեական զգացմունքները անարգելով ավազանյանով է դիմում վեր միավը, բայց ասում է նա պիտի վերանից հեռացվի։ Եկեղեցական խորհուրդները պիտի լուծարվեն, այսօր բարձրագույն հոգևոր խորհրդի 2 անդամ այսօր իրանց դատն է։ Մեկի վճիրնա, մեկի դատական նիստն, այսինքն եկեղեցուական խորհուրդները պիտի վերացնեն, մի հատ անտեր հարամ պիտի գալնի կաթողիկոսի պաշտոնակատար, մինչև ասում են միջնադարում գրված կանոնագրքերը փոխվեն, գրափառի փոխարեն աշխարհաբար մի բրոշուր։ Այո։ Ու տեսեք ինքը նախապես ասել էր, չէ՞, որ քահանա, բարեպաշտ, ամուսնացյալ, տեսնում ենք մենք ինչ որ քահանաներ են մեջտեղում երևում։ Ինչ պետք է անի եկեղեցին ու մենք եկեղեցու հետ կամ համար։ Ինչ պիտի անեն։ Մենք պիտի դիմադրություն սահմանենք։ Դուք դիմադրություն օրինակ ոնց եք պատկերացնում, պարոն Ղազարյան։ Ես դիմադրության տարբեր պատկերացումներ ունեմ։ Կոնկրետ եկեղեցու դեպքում ոնց եք պատկերացնում։ Դե հիմա կա չէ դիմադրություն։ Ի վերջո նրան չի հաջողվել, չէ։ Հիմա ասեք թե նա մինչև հիմա ասում է, չէ, հավաքվելու ենք, այս առաջիկայում էշ միազնի հրապարակ, չստացվեց, ասիկ ինքը արագ էր ուզում դա աներ։ Տեսավ մարդ չկա։ Հիմա զանգում են մարզպետին, մեխակին, մեկին, ասում են մարդ հավաքեն, ասում է չեն գում, զանգում են, պշտում են, անիծում են, բան են անում։ Ինքը տենում է, որ ժողովուրդը իր այդ բանին չի արձագանքում։ Դրա համար գնացել մանեն եկել ցուցակները անայել են, ասենք այսքան ժամանակ ում են կարգալուծարը, կանչում են Պետրոսի մոտ, Պետրոսի մոտից տանում են պաշտոն են տալի, այն, չգիտեմ, ես իմ երրորդ սորտի են օմոնը, այն ինչ էր դրա ունեն, Արտուրը Կապիոն, օմոնը։ Գեղարդին Կապիո էր ասում։ Օմոնը, ես դրան օմոն եմ Օմոնի բանկ բերում են խոսացնում, փորձում են հասարակական կարծիք ձևավորեն, այդ էլ չի ստացվում։ Հիմա ինքը ինչի չի ստացվում, որովհետև իրականում համաժողովրդական դիմադրությունը դրան գոյություն ունի։ Ինքը իրան չի, ասենք այդ հիմարությունները, որ դուրս են տալի մեր վեհափառի հոգև սրբազան հայրերի հասցեին, ես չգիտեմ, այդ
նրանց վարկաբեկող տեղեկությունները սուտ, որ ոչ մի ձևի ոչ կարողանում են հիմնավորեն, ոչ կարողանում։ Դե ցանկացած մեր կապարանոց ամեն հիմարություն։ Այսինքն մտածում եք, որ էսպես ասել խոսալով կանցնեն կգնան։ Չէ, ինքը պայքարելու է, ինքը պայքարել է, բայց Նիկոլ Փաշինյանի լավ եք։ Չէ, ինքն էլ ասե։ Ինքն էլ ասե, որ նույնիսկ ազգային ժողովում ինչ ասեց այն օրը, ասեց ես կոմպրոմիսի գնացող չեմ, որևէ բան չփոխեք, այս չարեք։ Դա կարող է այս լավն է, որովհետև եկեղեցին դա Աստծո ստեղծած կառույցն է։ Հետևաբար եկեղեցին բացի մեր որպես նրա հավատավոր զավակների նվիրվածությունից, պաշտպանությունից, աջակցությունից, որ մենք անում ենք մեր հանրային խոսքով, մեր ֆիզիկական ներկայությամբ, երբ որ եկեղեցու զանգ է հնչում, ես ճամփին էի վայքի, որ եկեղեցու զանգերը, չէ՞, միանգամից քշել եմ Էջմիածին։ Էդի դրանից բացի Աստված մեր եկեղեցում մեր հույսին չի թողել։ Աստված ինքն է պաշտպանում իր ստեղծած եկեղեցուն եւ շան պատժի արժանացնելու այն շներին, ովքեր հաչալու են մեր եկեղեցու վրա։ Դուք խորհրդարան եք գնում անընդհատ եւ փորձում եք հանդիպել տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։ Ինչ փուլում եք։ Չեք օգնել պարոն Ղազարյան, իմանալով, որ նրանք ձեզ միևնույն է չեն ընդունելու։ Ինչ օգնել։ Իհարկե, երբ որ ընդունելությանը գալիս են այլ խմբակցությունների падգամավորներ, այդ ընդունելությունները կայանում է, չի կայանում, երբ որ ԿՊ-ից ներկայացուցիչներ կան։ Նույնիսկ այն բուժքույրը, այն տգետը, որ իր համար բանը կրթությունը նորաձև չի։ Այո, բոլոր տգետների համար կրթվել է նորաձևը, բացի իրանից։ Այս մեկը, բայց այս մեկը ինքը համառ է, այ ինքը տգիտության հարցում ցուցաբերում է սկզբունքային համառություն։ Ասում է իմ կյանքի ապրած տարիներին սեր կա, ինչ պարտադիր է դիպլոմ։ Ես չգիտեմ ինչի է իր կյանքի ինտիմ մանրամասները այդ ձևով փորձում ներկայացնի, որովհետև թե այդ սերը ինչ ձևերով է դրսևորվի, ինչ արտահայտություն է։ Դե եթե սեր կա, կարելի է համալսարան չավարտել։ Մանավանդ հետո ինքը լրացուցիչ բաներ էլ ասում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ամեն ինչ արել են բացի բժշկությունից, հետո դրա հետ միասին ասում է, որ ինքն էլ սիրառատ ա եղել այդ նույն ժամը։ Չգիտեմ այդ մանրամասները, այդ խառը պատմեցեք իր ասածները, ինքը առանձին է ասում, բայց իր ասածները ասես որ բերեմ կմցնեմ ես իրար հետ, բայց խառը պատմություն, դրամատիկ պատմություն, որոնից ոչ մեկ իր օգտին չի։ Հիմա էս էլ է ընդունելության, ասում է չի ընդունում, ասեմ լավ չի ընդունում, չի ուզում ասածս լսի։ Մեկ կունի ճնշում ես դու չափի, էլի։ Էդ էլ չասեք, որպես բուժքուր էլ իր պարտականությունը չի կատարում։ Նա ձեր դեպքում այդ պարտավորվածությունն էլ չի անում, բայց ստիպված են լինելու, իրանք դա իհարկե բոլոր դեպքերում նաև հաղորդումներ եմ տալի հանցագործության մասին, որովհետև քրեական օրենսգիրքը խտրականության հոդված ունի, իսկ իրանք ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում միայն իմ հանդեպ։ Ես դրանից չեմ հոգնելու, սա պայքարի ձև է, պայքարի տեսակ է, իրանք ստիպված են լինելու առերեսվելու եւ կարող է ինչ-որ մի ժամանակ լինի, որ իրանք խնդրեն իմ մոտ ընդունելության եւ այդ ընդունելությունը իհարկե կարժանանա բուժքրոջ պարագայում առանց սիրո դրսևորումների։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան, մեր հետևորդներին, հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալվել էր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ